Տիկին Հակոբյան, ինչ իրավական հիմքով են Արցախի տեղահանված քաղաքացիները զրկված ընտրելու իրավունքից։ Ճիշտ ասած, Արցախից տեղահանված անձիկ զրկված են ընտրական իրավունքից, ընտրվելու եւ ընտրելու իրավունքից, ու դրա համար ոչ մի իրավական չկա։ Եթե չմոռանանք այն հանգամանքը, որ հենց տեղահանումից հետո անմիջապես 2023 թվականի հոկտեմբերին արցախցիներս ճանաչվեցինք որպես իբրև ժամանակավոր պաշտպանության տակ առնված անձինք, այսինքն կանխամտածված կերպով Հայաստանի Հանրապետության իշխանությունները նախապես արցախցիներին զրկել են հենց կանխատեսելով գալիք ընտրություններին, որ պիտի մասնակցեին եւ համոզված լինելով հավանական է, որ իրենց իշխանությանը ձայն չեն տա, ճանաչեցին միանշանակ ժամանակավոր պաշտպանության տակ առնված անձիկ մեզ, որը չի ընդունվում միջազգային հանրության կողմից։ Հետևաբար մենք չենք համարվում ոչ ներքին, ոչ արտաքին տեղահանված, նաև ներքին չենք եւ մեզ եթե առել են ժամանակավոր պաշտպանության տակ, ապա չի գործում այդ օրենքից բխող բոլոր իրավական նորմերը, այն ընդհանրապես չի գործում մեր առումով եւ եթե մեզ ճանաչել են որպես փախստական, ապա դա էլ չի գործում, հետևաբար սա ուղղակի այն մեզ որպես ժամանակավոր պաշտպանության տակ առնված ճանաչելը ուղղակի միտված է եղել մի հարց լուծելու, մեզ զրկելու, ընտրվելու եւ ընտրելու իրավունքից, որովհետեւ մեր անձնագրերով մենք համարվում ենք ՀՀ քաղաքացիներ, եթե ինչ-որ առարկություններ կան եւ ինչ-որ առարկություններ են հնչեցվում Facebook-յան էջերում, տարբեր սոցհարթակներում, ապա այդ առարկությունները անհիմն են, եթե պատճառաբանվում է, որ իբրև դա ճամփորդական ազնագիր է, ապա շատ կները 450,000-ին ճամփորդական ազնագիր չի տրամադրվում, մի ամբողջ լեգիտիմ պետության, բնակչությանը չի կարող տրամադրվել ճամփորդական անձնագիր, նման երևույթ առկա չէ, իսկ քանի որ մեր անձնագրերը դա ՀՀ քաղաքացու անձնագիր է, որում նշված է, որ այն նաև Հայաստանի Հանրապետության պետական սեփականությունն է, ապա կոնկրետ նորմալ որոշում էլ չի ընդունված այդ անձնագրերը չեղարկելու վերաբերյալ, ոչ ոքային չի չեղարկել, եթե դրան կցվել է ինչ-որ մի անիմաստ փաստաթուղթ, սկզբում ժամկետ, հետո անժամկետ, որը չի ընդունում Հայաստանի սահմանից դուրս ոչ մի հանրություն, ոչ մի պետություն, ապա այն չի կարելի համարած օրինական։ Հետևաբար, ըստ իս, այն ունի միայն մի նպատակ՝ արցախցիներին զրկել ընտրվելու եւ ընտրելու իրավունքից, մեջ բերելով կեղծ թեզ իբրև նոր քաղաքացիության, ՀՀ քաղաքացիության ընդունում, ապա ում քաղաքացիներն էինք։ Այդ դեպքում ունենայինք Արցախի Հանրապետության քաղաքացիություն, եթե եղել եք լեգիտիմ պետություն, չէ որ նաև Հայաստանը Արցախի բնակչության իրավունքների երաշխավոր էր ու երաշխավորն է, ապա այդ տեսանկյունից ինչ է իրականացնում Հայաստանի Հանրապետության իշխանությունները։ Խոսքը չի վերաբերում իրենց ձևական որոշումներին, իրենց ձևական, չգիտեմ ինչ կարգերին, իրենց ձևական իբրև արցախցիների օգնելու ծրագրերին, այդ բոլորը ձևական են։ Ուզում են փաստացի, իմ տեղը բոլորը գիտեն, գան փաստացի ապացուցեն, որը որտեղով է գնում, եթե չեն տիրապետում, համեցեք։ Տիկին Հակոբյան, ըստ ձեզ, ինչու մինչ օրս չի մշակվել մեխանիզմ, որը կապահովի նրանց ընտրական մասնակցությունը, թե այս իշխանությունները վախենում են, որ արցախցիները իրենց ձայն չեն տա միայն նրա համար, որ նրանց զրկել են իրենց հայրենիքից, այդ պատճառով էլ նրանց այդ մեխանիզմը չի մշակվել։ Միանշանակ, եթե մենք զրկվել ենք մեր հայրենիքից եւ մեղավորությունը կայանում է այս իշխանության մեջ, ապա մենք ո՞նց կարանք ձայն տալ նման իշխանության։ Եթե այդ իշխանությունը մեզ ճանաչել է որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, այստեղից պարզ տրամաբանություն է, այստեղից էլ բխում է, որ միանշանակ մենք չենք ընդունի նման իշխանությանը, դա միանշանակ է այդ հարցում։ Իսկ իրենք էլ ոչինչ չեն անում, գոնե
որովե կարծիք իրենց հանդեպ փոփոխելու կամ որևէ ինչ որ իրավական առումով նորմեր մշակելու մեր առումով եւ այդ խնդիրը թողել են բախտի քմաճուկին, ինքնակամ, ինքնահոսի, որ արցախցիները կզզվեն, ապահովված չեն լինի մայր հայրենիքում եւ բնական է այդքանից հետո Հայաստանի Հանրապետությունը չեն դիտարկի որպես սեփական հայրենիք ու կբռնեն արտագաղթի ճամփան։ Հենց դրան է միտված Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարած քաղաքականությունը։ Այդ պատճառով էլ չի մշակվել ոչ մի կոնկրետ ծրագիր, ոչ մի կոնկրետ քայլ արցախցիներին ինտեգրելու, թեպետ եւ մենք ինտեգրման կարիքը չունենք, գոնե արցախցիներին որևէ հարցում սատար կանգնելու խնդրում։ Սկսած հենց քաղաքացիության հարց, իրավական խնդիրներ, սկսած բնակապահովություն, սկսած բոլոր սոցիալական խնդիրներից ոչ մի հարցում առաջընթաց չկա, բացառությամբ բազմազավակ ընտանիքների, որտեղ ինչ մշակում են, այդ փոքր հատվածի համար է, իսկ ինտելիգենցիան հիմնական մտավորականությունը հիմնական մասսան դա փոքրաթիվ կազմ ունեցող ընտանիքներն են եւ իդեպ Արցախից տեղահանված 25-ից 35 հազար ընտանիք է, հաշվի առնելով նաեւ 2020 թվականից հետո տեղահանվածները, որի կեսից ավելին կազմում են փոքր կազմ ունեցող ընտանիքները, որոնց առումով ոչ մի քայլ 0% անգամ քայլ չի ձեռնարկվել այս իշխանությունների կողմից։ Հետևաբար նրանց քայլերը ուղղված են արցախցիներին Հայաստանից հանելուն։ Շնորհակալ եմ ձեզ։